Կեսը ստիպված զբաղվում ենք մեր ընկերների իրավական հարցերով, որտեղ համատարած մտնում ենք կնիկ, ճիժ, մեծ, փոքր, երեք Արարատի մարզում երեկոյան դաշտից 74 տարեկան մարդու ընտրակաշառքի մեղադրանքով տարել են, բայց ոչ մի կապ չունի, ուղղակի իր որդին մի քիչ ակտիվ է, տարել են, որ ճնշում բանացնեն նրա վրա։ Այսինքն, սա բազմաթիվ դեպքեր ու այդ նպատակով ոչ մեկի վրա էլ որևէ վարույթ չեն կարողանալու ավարտին հասցնել, որովհետև սարկած գործերը, իրանք էլ գիտեն դա։ Իսկ ինչ վերաբերվում է մասնակցությանը, Գյումրիում էլ իրենք են խոստովանում, չէ՞ որ Գյումրիում ավել մասնակցությունը դարձավ իրենց պարտության պատճառը, որտեղ իրենք այդ հաշվարկը չէին արել։ Տրամաբանությունը հետևյալն է, որ իշխանությունը իր մոբիլ ռեսուրսով, վարչական լծակներով, պետական ապարատով ունի ինչ-որ քվ։ Եթե քիչ մասնակցություն է լինում, այդ քվն դառնում է մեծամասնություն, բայց մեծ այս ծավալի մասնակցության դեպքում իրենք փոքրամասնություն են լինելու, իսկ Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի ժամ հետո ժողովուրդը ու արդյունքները իրան պատասխանը կտան ու ոչ միայն դրա, ընդհանրապես իրենց բոլոր արածները։ Մի լրացում, եթե կարելի է, իրենց 5 տարվա գործունեության արդյունքը դա կորսված Արցախն է, մեծացած Եռաբլուրն է, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանցիների ներկայությունն է եւ այն տնտեսական աղետը, որի առջեւ այսօր կանգնեցրել են Հայաստանում։ Այդ դա է իրանց գործունեության 5 տարվա արդյունքը։